Պարոն Սողոմոնյան, դուք ինչ կասեք ֆիլմի մասին, հասցրել եք դիտել, թե այսօր առաջին անգամ։ Չէ, ես այսօր առաջին անգամն եմ դիտում, թեև եմ ֆիլմի ծագման մասին, ֆիլմի նախագծման աշխատանքների մասին, թեմատիկայի մասին, բայց դեռ չեմ տեսել եւ անհամբեր սպասում եմ ֆիլմի մեկնարկին։ Այդուհանդերձ ես կարծում եմ, որ այս ֆիլմը լրացուցիչ ահազանգ կլինի մեր քաղաքացիների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնինչ ֆիլմում, այն ինչի մասին որ ֆիլմն է, մենք հիմա չենք ուզում այդպիսի հեռանկարին հավատալ։ Չենք հավատում, որովհետև չենք ուզում հավատալ, որովհետև եթե սրանից 5 տարի առաջ, 7 տարի առաջ մեզ ասեին, որ Արցախը դատարկվելու է, հայ չի լինելու, այդ ձևով չէինք հավատալու, որովհետև չէինք ուզենալու հավատալ դրան։ Այն ինչ որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է այսպես կոչված ադրբեջանցիների վերաբնակեցման հետ կապված պետական մակարդակով, ունենալով հատուկ այդպիսի կազմակերպված համայնք պետական կարգավիճակ տված, համայնքը ղեկավարում է ադրբեջանցի ուրեմն Միլի Մեջլիսի падգամավոր, հեռուստաընկերություն են այդպիսի հիմնում եւ ներքին քարոզչական մեթոդներով եւ դիվանագիտական խողովակներով այդ իրենց այսպես կոչված վերադարձի գաղափարը անընդհատ հրամցնում են, փորձում են լեգիտիմացնել թե ներքին լսարանում եւ թե արտաքին, մենք հասկանում ենք, որ մեզ շատ վտանգավոր բաներ են սպասում եւ մեր հանրության համար սա պետք է մի ահազանգ լինի։ Շնորհակալություն։ Մի փոքր ոչ թեմայի շուրջ քարոզ արշավ է գնում։ Ինչպես կգնահատեք քարոզ արշավը այս պահի դրությամբ։ Ես լոռուց եմ վերադառնում։ Քարոզ արշավը այո, ընթանում է եւ լավ եւ վատ։ Լավը այն իմաստով է, որ ամենայն դեպս մարդիկ դրական արձագանք են տալիս ընդդիմությանը եւ մասնավորապես Ուժեղ Հայաստանին, որի հետ մենք համագործակցում ենք, բավական այդպես հետաքրքրություն կա այն ծրագրերի վերաբերյալ, որ առաջարկում է Ուժեղ Հայաստանը։ Վատը այն է, որ բռնաճնշումները գնալով շատանում են եւ թիրախը կենտրոնը, ճնշումների կենտրոնը հենց Ուժեղ Հայաստանն է եւ պետական պատկան մարմինները, քննչական կոմիտեն եւ այդպիսի ուժային այլ կառույցները հենց թիրախավորված ճնշումներ են գործադրում, ձերբակալումներ են իրականացնում եւ հանրությանն արդեն իսկ տեղեկություններ են տալիս անդադ նշելով Ուժեղ Հայաստան եւ այսպիսով մաս դառնալով իշխանության քարոզչամեքենայի եւ մարդկանց ժողովրդի աչքերում այսպես ստեղծելով այդպիսի պատրանք, որ Ուժեղ Հայաստանը խախտումներ է իրականացնում, իբրև թե ընտրակաշառքներ եւ այլն։ Եվ միգուցե նաեւ հող են նախապատրաստում, ցանկանում են հող նախապատրաստել հետագա ապօրինի գործողությունների համար։